Սիրելի քույրեր, եղբայրներ, եկեք միասին ասենք Փառք Հիսուս Քրիստոսին։ Այսօր կենթանի Աստծո անունով ենք հավաքվել, Հիսուս Քրիստոսի անունով ենք հավաքվել եւ մեր սրտի մեջ մի փափակ կա։ Այսօր վայելել իրան, այսօր ճաշակել իրեն, այսօր առնել իրենից եւ այստեղից գնալ, որպեսզի մեր ուրախությունը ավելին լինի, Աստծո խոսքն այդպես ասում։ Որտեւ որ գաք եւ առնեք, ավելին պիտի ուրախանաք։ Եվ թող խոսքը կատարվի Աստծո ամեն մեկիս կյանքի մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ, մենք այսօր ուրախ ենք, որ Տեր ունենք, ուրախ ենք, որ հույս ունենք, ուրախ ենք, որ փրկիչ ունենք, ուրախ ենք, որ Աստված ունենք, եւ ուրախ ենք, որ այսօր Աստված իր օրհնյալ ողորմության մեջ մեզ տվել է այսօր այս հնարավորությունը։ Աղոթքից առաջ, սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ մի հորդորական սաղմոս կարդալ, որ մեզ հորդորում է սաղմոսը։ Այսօր այս սաղմոսած խոսքը իհարկե ես չեմ ասում, ով որ ասում այս խոսքերը, սա կողքի որդիների խոսքն է, բայց ուզում եմ այսօր ես ու դու էլ այդպես հավատանք։ Սաղմոսած 42-րդ գլուխ առաջին խոսքից այսպես ասում. ինչպես որ եղջերուն փափագում է ջրի արուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Սա առաջի հիմքն է, փափագը դեպի Աստված։ Ինչպես եղջերուն ջրին է փափագում, ջրի արուներին, այնպես իմ անձը քեզ է փափագում։ Սա առաջի նախապայմանն է Աստծուն մոտենալու, սիրելի քույրեր, եղբայրներ։ Շատ հաճախ մենք Աստծուն մոտենում ենք ոչ թե Աստծուն փափագելով, այլ ինչ որ բաներ Աստծուց վերցնելու փափագով։ Բայց եթե դու ծարավ ես Աստծուն եւ կարոտ նրան, եթե դու մոտենում ես նրան, որովհետեւ նա է քո փափագը, նրան ունեցողը ամեն ինչ ունի։ Դրա համար սիրելի քույրեր, եղբայրներ, շարունակության մեջ ասում է իմ անձը ծարավ է ասում, կենթանի ասում, երբ կգամ եւ նա առաջին կերևամ։ Եվ շարունակության մեջ ասում է իմ արտասունքը ինձ հաց եղավ ցերեկ ու գիշեր, որ ինձ ամեն օր ասում են ուր է քո Աստվածը։ Ինչի համար են ասում։ Այս մարդը որ փափագում էր ասում, այս մարդը որ ծարավ էր ասում, կարոտ էր ասում, այս մարդը ուրախ էր երբ պիտի գա եւ Աստծո առաջ լինի։ Այս մարդն ասում է ինձ ասում են ուր է քո Աստվածը։ Այսինքն իր մոտ ինչ էր, ամեն ինչ շատ իդեալական էր, ինքը ոչ մի խնդիր, ոչ մի խնդրեմ չուներ, ու իրան ասում են բա ուր է քո Աստվածը։ Այսինքն սա նշանակում է այս մարդն ուներ խնդիրներ, այս մարդն ուներ դժվարություններ, այս մարդն ուներ հիվանդություններ, այս մարդն ուներ խնդիրներ, բայց այս մարդը ասում էր ես փափագում եմ Աստծուն եւ երբ պիտի գամ Երամնա առաջ պիտի կանգնեմ, թեև ասում է գիշեր ու ցերեկ դժվարություն ունեմ։ Եվ մարդիկ ինձ ասում են ուր է քո Աստվածը։ Բայց այս մարդը չէր կասկածում Աստծո վրա։ Այս մարդը չէր ասում բա ուր է իմ Աստվածը։ Այս մարդը չէր ասում բա ինչի ես հարցեր այսպես։ Այս մարդը գիտեր որտեղից է իր օգնությունը։ Եվ դրա համար ասում էր ինչպես եղջերուն փափագում է ջրի արուներին, այնպես իմ անձը քեզ է փափագում, որտեղից է իմ օգնությունը, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ այս բանը հիշում է իմ հոգին, որ թափում է ինձանում, որ բազմության հետ անց կենամ, գնամ նրանց հետ մինչև Աստծո տունը, տոնախմբող ամբոխի հետ օրհնություն եւ գովասանքի ձայնով։ Մարդ, որ ունի դժվարություն, մարդ, որ ունի խնդիրներ, մարդ, որին ասում են ուր է քո Աստվածը, բա որ դու այդ խնդիրներն ունես, ասում է ես փափագում եմ նրան եւ ուրախ եմ այն օրվա համար, որ պիտի Աստծո ժողովրդի հետ գնամ Տիրոջ ներկայության մեջ տոնախմբություն անեմ, ցնծություն անեմ։ Շորժ ջան, էսի Աստծուն ճանաչող մարդն է։ Դրա համար առաջի մեծ հորդորս մեզ բոլորիս փափագենք մեր սրտի մեջ նրան ճանաչել, նրան վայելել ու նրան մոտ լինել եւ նրա ներկայության մեջ հարցի լուծումն ալինում։ Եվ այստեղ Աստծո խոսքն ասում է ինչու ես տրտում ով իմ անձս, ինքը երթեն իրան ասում, հիշացնում է իրան, ինչու ես տրտում ով իմ անձս եւ շփոթված ես ինձանում, Աստծուն հուսա, որտեվ էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Եվ 8-րդ խոսքում ասում է ցերեկը Տերը պատվիրում է իր ողորմությունը եւ գիշերը օրհնությունը ինձ հետ կլինի։ Աղոթքս դեպի կյանքի Աստծուն է։ Եվ վերջի խոսքերն ասում է նորից 11 խոսքը. ինչու ես տրտում ով իմ անձս, ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսա, որտեվ էլ գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն ու իմ Աստվածն է։ Եթե դու նրան հուսացրելի քույրեր, եղբայրներ, սիրելի Աստծո զավակ, Աստծո մարդ, եթե քո հույսը դրել ես քո Աստծո վրա,
Աստծո խոսքն ասում է չես ամաչի։ Աստծո խոսքն ասում է, որ պիտի առնես։ Աստծո խոսքն ասում է, որ եթե նրան ես հուսացել, այնտեղից ողորմություն պիտի գա։ Եվ դու քո անձին ասա, ինչու ես տխուր, ինչու ես տրտում, ինչու ես շփոթված, ինչի ես վախեցած, ինչի քո խնդրեմն այդքան մեծ է երևում քո աչքի առաջին, ինչի քո հիվանդությունն այդքան մեծ է երևում քո աչքի առաջին, ինչի դու քո հիվանդությանն այսօր չասես, որ ես Աստված ունեմ։ Ինչի քո խնդրեմին դու չասես, որ դու Հիսուս Քրիստոսինն ես։ Ինչու որ մարդիկ քեզ կասեն, բա ուր է քո Աստվածը, քո ապավինությունը դեպի նրան եւ քո հույսը դեպի նրան չապացուցի, որ դու Աստված ունես եւ քո Աստված կենթանի է, նրա անունը փառավորվի։ Եկեք ասենք փառք ես Հիսուս Քրիստոս։ Նա արժանի է, սիրելի քույրեր, եղբայրներ, եւ ես ուզում եմ ամենասկզբից աղոթքից առաջ, որ այսօր այստեղ ես, քո ներսը այս հաստատությունով գնա, որ քո հույսը նրա առաջ ես դրել եւ քո հույսը նա է։ Եվ քո ապավինությունը նա է, եւ քո վստահությունը նա է, եւ դու այսօր եկել ես Տիրոջ առաջ ցնծություն եւ գովասանք մատուցելու, գովասանք եւ ցնծությամբ նրա առաջ հանդես գալու, փառաբանություն ու երկրպագություն նրա առաջ բարձրացնելու, որովհետեւ գիտես, որ Աստված ունես, եւ քո Աստված գիտի քո խնդիրները, եւ հաղթություն առած ես գնալու քո տուն։ Սա հավատք է։ Հավատքով եթե գաս Տիրոջ առաջ, հավատքով առած դու գնաս։ Սիրելի քույրեր, եղբայրներ, վստահ եմ ասում քեզ, Աստծո խոսքն ասում, դրա համար եմ վստահ ասում։ Նա որ չի հավատում, չի կարող ոչինչ առնել։ Առանց հավատքի մեկը չկարծի, թե Աստծուց մեկ բան կարող է առնել, բայց նա որ հավատում է, նա որ վստահում է, որովհետև հավատքը առանց վստահության եւ ապավինության գործ չունի։ Բայց նա որ վստահում է, հավատքը գործի է դնում, նա Տիրոջից առնում է։ Թող այսօր քո հավատքը գործ ունենա։ Թող քո այսօր հավատքը հաստատություն լինի, որ Տիրոջ անունը փառավորվի եւ Տերը մեծարվի մեր մեջ։ Մի հատ եղբայր կարեսի ասեմ ու աղոթք անենք։ Ինչի համար եմ ասում վստահություն։ Այս պատմությունը կարող անգամ լսած լինեք։ Ասում եմ մի անձնավորություն Լարա խաղը, չէ՞ որ լարի վրա գնում գալիս է, ասում է այդով քարանձավի վրա, ժայռերի վրա լարը կապում է, վրայով գնում է, վրայով գալիս է, մարդիկ սա հիանում են, հետո հեծանիվով է գնում գալիս, հետո իր վրա մի հատ 50 կիլոնոց մեշոկ է վեկանում գնում գալիս եւ հարց է տալիս։ Հավատում եք, որ ես կարամ մարդ ձեզանից մեկին նստացնեմ իմ ուսերին տանեմ բերեմ։ Բոլորն ասում են այո, հավատում ենք։ Չէ՞, լուրջ հավատք է։ Ասում է դե ձեզանից ով կգա որ իրան տանեմ։ Ով կետա։ Ոչ մեկ։ Բոլորը հավատում են, բայց ոչ մեկ չի վստահում։ Դրա համար սիրելի քույրեր, եղբայրներ, քո հավատքը եթե չունի ապավինություն, եթե քո հավատքը չունի վստահություն, որ դու քո ձեռքը երկարացնես, եւ որ Հիսուսն ասում է բռնի իմ ձեռքը, բռնես իր ձեռքը, քո հավատքը գործ չունի։ Մի երիտասարդի ասում են, գիտես, մենք այսօր ժայռի վրա շատ այդպես որ կարմիր գրքի մեջ գրված է արծվի բույն են գտել եւ ձվեր կա, ուզում ենք այդ մի քանի ձուն վերցնենք, 2 ձուն վերցնենք, տանենք, որ դրան նորից զարգացնենք, աճեցնենք, որովհետեւ վերջանում են, բայց այնպես ժայռի վրա այնպես տեղ է, որ մենք դժվար ենք իջնենք, բայց մի պատանու ասում են, գիտես, այդ կոմը որ ապրում է այդ գյուղերում, ասում է դու ես ժայռերին տեղյակ անձնավորություն ես, էլի, մենք արի քեզ պանանով կապենք, իջացնենք, ինչքան գումար ես ուզում, քո գումարը կտանք, միայն դու իջի այդ 2 ձուն վերցրա, մենք քեզ բարձրացնենք վերև։ Ասում է ես համաձայն եմ, բայց մի պայմանով։ Ասում է ինչ պայման։ Ասում է եթե վերևում պարանի ծայրը գա հայրս բռնի։ Սա ինչ է նշանակում։ Ինքը չգիտեր, որ այսրանց ձուն պետք է, այդ արծվի ձուն իրաց պետք է, չգիտեր։ Իրան փող էին տարի, չէ՞ դրա համար։ Ինքը հասկանում էր, որ իրանց արծվի ձուն պետք է, իրանք ամեն ինչ պիանեն, որ իրան բարձրացնեն, որովհետև այդ ձմերը պետք է բարձրացվի արծվի, որովհետև իրանց պետք է, իրանք դրա համար գումար են պատրաստ վճարեն, բայց վստահությունը, որ եթե հանգարց պրոբլեմ լինի, միայն մեկը կա, որ իրան չի թողի, դա իր հայրն է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ես չգիտեմ բժիշկները ձեզ ինչ են խոստացել։ Ես չգիտեմ մարդիկ ձեզ ինչ են խոստացել։ Ես չգիտեմ որտեղից ինչ հույս եւ ապավինություն կա, բայց մեկ բան գիտեմ, եթե դու վստահությամբ չես վստահե, որ այո, վերջնակետը քո ապավինությունն ու վստահությունը Քրիստոսը պիտի լինի, ոչինչ մի սպասի նրանից։ Դու այն վերջնական կետը, քո ապավինությունը, որ պիտի հասկանաս, ով ինչ խոստացել է, ով ինչ ասել է, դա բարի է, բայց մի բան գիտեմ, որ եթե իմ հայրը իմ ձեռքը չբռնեց, եթե իմ հայրը ինձի ողորմություն չարեց, ոչ մի տեղից չի լինելու ողորմությունը։
Թող հավատքը հաստատվի քո փրկչի վրա, Հիսուս Քրիստոսի վրա։ Եկեք ասենք, փառք ես Հիսուս Քրիստոս, մենք քո նման հայր եւ Աստված ունենք։ Նա քո Աստվածն է, նա քո հայրն է, նա քո ապավենն է, նա քո զորությունն է, նա քո կյանքն է, նա քո ուրախությունն է։ Նա է քո ցնծության աղբյուրը, թող իր անունը բարձրանա եւ ինքը փառավորվի։ Եկեք կանգնենք աղոթքի սիրելի քույրեր եղբայրներ։ Բարձրացնենք մեր ձայնը դեպի նա։ Գովաբանենք ու մեծարենք նրա անունը։ Օրհնաբանենք նրան, որովհետև այսօր նրա անունով հնարավորություն ենք ունեցել այս վայրը գանք, նրան ճաշակելու, նրան վայելելու, նրանով ուրախանալու եւ նրա անունը փառավորելու։ Եվ ես ասում եմ, եթե հավատքով եկել ես, սիրելի քույր եւ եղբայր, վերջում այստեղից ոչ թե տրտմած կամ նեղված, այլ ուրախացած եւ ցնծությունով քո տունը պիտի գնաս, որովհետև նրանից հաղթություն պիտի առնես։ Ասա ամեն, հալելույա Հիսուսին։ Որովհետև դու վստահում ես նրան, ասա իրան, որ իրան սիրում ես, ասա իրան, որ իրան վստահում ես, ասա իրան, որ ինքը քո կյանքն է։ Թող իր անունը բարձրանա, հալելույա Հիսուս։